20 թվականին մեր ժողովուրդը մի քիչ ավելի լավն էր, քան 88-9 թվականին, ասեմ ինչի, այո, շատ ավելի լավն էր, ես մի քիչ համեստ եմ ասում։ Իմ չափանիշները, ասենք լավի, կապված չեն դրա հետ, որ իրանք ավելի գրագետ, վասանզի, սենց ինչ-որ բառեր են ասում, էլի, ասենք հայերեն։ Իմ չափանիշները ուրիշ են, ես երկրի համար պատրաստ եմ մարդը մի բան անի, ավելի շատ, քան իրանից պահանջվում, ասենք հարկային բանով, գրքով։ Եթե այն ժամանակ 1 միլիոն մարդ պայքար միջև վերջ էր գոռում, 500 կամավոր մարտի դաշտ, իսկ հետո կամավոր ջոկատներ մաքսիմում 5000։ Սկիզբն էր։ Մի քանի տարի պատրաստ 5000։ Չգիտեմ, սկիզբն էր։ Կարա լիներ։ Իստեղ 37,000 կամավոր, 37, որից 15-ից 17-ը հայտնվել է Արցախում, մնացածը պահվել է ռեզերվ Նախիջևանի և Օսման Թուրքի դեմ, ասենք, անհրաժեշտության դեպքում համալրման։ Շատ խելամիտ գլխավոր շտաբի պետի որոշում, ասեմ, չէր կարելի բոլոր քո կամավորական ռեսուրսը մի ուղղության վրա սպառել։ Այդ 15-ից 17,000 Արցախ գնացած կամավորականների քանիսը ինչ ձևի են կռվել, դա իրենց խնդիրը չի, դա կառավարությունը տարբեր պատճառներով կորցրած ռազմական ղեկավարությունն էր, զորքերի կառավարելիությունը կորցրած իրանց խնդիրներ։